Ողջույն հարգարժան տիկնակ եւ պարոնայք, շարունակում ենք ներկայացնել մեր հանուն հանրապետության կուսակցության նախընտրական ծրագիրը, եթերում 8-րդ թողարկումն է։ Մենք նախորդիվ ներկայացնում էինք մեր 15-ից 3-րդ հանձնառությունը, որը նվիրված է մեր տարածաշրջանային խաղաղությանը, տարածաշրջանային քաղաքականությանը, եւ որը մենք մտադիր ենք կառուցել փոխշահավետության եւ փոխկապակցվածության վրա։ Մենք 10 գործոն ենք առանձնացրել, 10 ենթակետ, ինչպես ենք մենք պատկերացնում մեր պետության տարածաշրջանային շահերի սպասարկումը։ Նախորդիվ մենք ասացինք, որ խարիսխը Հայաստանի անվտանգության մենք դիտարկում ենք մարտունակ բանակը, բայց համալիր կերպով արտաքին քաղաքականության, տնտեսության եւ հարևանների հետ խաղաղության հիման վրա։ Միևնույն ժամանակ մենք հասկանում ենք, որ տարածաշրջանում այնպես չէ, որ ամեն ինչը լիակատար, այսպես հանդարտության մեջ է կամ այդպես է լինելու միշտ։ Կարդամ մեր 5-րդ ենթակետը հետևյալն է. Ադրբեջանի հետևողական սպառազինումը եւ ռազմական բյուջեի ավելացումը թելադրում է նաեւ Հայաստանի կողմից համարժեք զսպման բազմամակարդակ քաղաքականության գործարկումը։ Հաշվի առնելով 25-ի խաղաղության նախաստորագրված պայմանագիրը, մենք կշարունակենք զսպման եւ հավասարակշռման քաղաքականությունը առաջնորդվելով խելամիտ եւ ասիմետրիկ սպառազինվածությամբ, ռազմաքաղաքական եւ ռազմատեխնիկական համագործակցության գործընկերություններով եւ կխրախուսենք տնտեսական համագործակցությունը, Տրիպոլի փոխկապակցվածության ձևավորում եւ առևտրային հոսքեր։ Տարածաշրջանում նոր հետխորհրդային ճարտարապետության ավարտը եւ ձևավորվող հետռուսական իրողությունների պայմաններում Հայաստանի անդամակցության դե յուրե շարունակությունը հապկում, ԵԱՏՄ-ում եւ ԱՊՀ-ում, ինչպես նաեւ Հայաստան-Ռուսաստան երկկողմ իրավապայմանագրային բազայի նշանակալի մասը ոչ միայն ժամանակավրեպ է, այլև հիմնովին խաթարում է Հայաստանի տարածաշրջանային եւ միջազգային դիրքերը, կաշկանդում սուբյեկտայնությունը։ Մենք հանձնառու ենք նաեւ այս համատեքստում առաջնորդվել բացառապես Հայաստանի Հանրապետության շահերով։ Մեր ծրագրի ներկայացմանը մասնակցում է նաեւ Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը, ողջույն Արման։ Ողջույն Ռուբեն։ Ահա մեր ես ընթերցեցի 5-րդ եւ 6-րդ ենթակետերը մեր տարածաշրջանային քաղաքականությանը վերաբերող գլխի քո մոտեցումները մեր հարևանների հետ, նաև այն միջավայրը, որում մենք գտնվում ենք, այո, մենք մտնում ենք հետռուսական ժամանակաշրջան, ինչը ենթադրում է մեր կողմից շատ հստակ վերադիրքավորում, վերանայում։ Այս իմաստով չափազանց կարևոր եմ համարում, տեսեք, ասում եք հետ ռուսական, բայց Հայաստանը շարունակում է սահմաններին ռուս սահմանապահներ բազա այո բազա ունենալ մենք շարունակում ենք ֆորմալ պահպանել մեր անդամակցությունը հապկում ԵԱՏՄ-ում եւ ես մեծ հույս ունեի որ Եվրոպական քաղաքական համայնքի այդ գագաթնաժողովում 8-րդ գագաթնաժողովում մենք առնվազն Եվրամիության անդամակցության վերաբերյալ մենք քաղաքական հանձնառություն եւ պարտավորություն կհայտնենք։ Այդ չեղավ նաեւ Հայաստան Եվրամիություն գագաթնաժողովի ժամանակ մենք լսեցինք շատ կարևոր ձևակերպումներ Հայաստանի նշանակության կարևորության եւ տեղի մասին Եվրոպայում որպես կենտրոն Եվրոպայի բայց Երևանը կաշկանդված է եւ մենք հասկանում ենք որ վախերը թույլ չեն տալիս
անհրաժեշտ ծավալով ուրեմն խոսել օրինակ հետ-ռուսական նոր հարևանության ձևավորման եւ կառուցման մասին։ Այս իմաստով մենք ահռելի աշխատանք ունենք երկրի ներսում անելու, որովհետեւ այն ինչ մենք խոսում ենք, առանց երկրի ներսում քաղաքական դրա համար անհրաժեշտ միջավայրի մենք չենք կարող արտաքին քաղաքական այդպիսի որոշումներ կայացնել։ Հետևաբար գալով անմիջական հարևանների հետ հարաբերություններին այսպես կամ այնպես սա շոշափում է Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը հարևաններից յուրաքանչյուրի համար կանխատեսելի լինելու համար Հայաստանը պետք է հստակեցնի ինքը որտեղ է իր գոյությունը պատկերացնում որպեսզի մաքսիմալ մենք կարողանանք ուրեմն կանխատեսելի լինել մաքսիմալ կարողանանք ուրեմն տարածաշրջանի պոտենցիալը ուրեմն իշահ Հայաստանի օգտագործել եւ այս իմաստով կարծում եմ մենք ահռելի աշխատանք ունենք ժողովրդի հետ անելու ժողովրդին բացատրելու որտեղ մենք տեսնում ենք որ մեծապես նաեւ հարևանների հետ հարաբերությունները օգտագործվում են Ռուսաստանի եւ Ռուսաստանի այսպես ռուսամետ քաղաքական շրջանակների կողմից Հայաստանում ուրեմն նախորդ դարաշրջանի ստատուս քոն վերստին հաստատելու համար ու դուք խոսում եք կամ մենք խոսում ենք հետ-ռուսական տարածաշրջանի մասին, բայց Հայաստանի ներսում սրա շուրջ շատ մեծ կոնսենսուս ձևավորելու կարիք կա, քաղաքական կոնսենսուս, հասարակական կոնսենսուս։ Առանց այս կոնսենսուսի մենք չենք կարողանա ուրեմն կյանքի կոչել հարևանների հետ այն բնականոն հարաբերությունները, որոնք նկարագրված են մեր ծրագրում։ Հաջորդ կետը, ենթակետը վերաբերվում է Թուրքիայի հետ մեր հարաբերություններին։ Թուրքիայի հետ Հայաստանի միջպետական հարաբերությունների նորմալացումը, այդ թվում հայ-թուրքական սահմանի բացումը, արտաքին քաղաքականության բացարձակ առաջնահերթություն է, որը ենթակա չէ որևէ նախապայմանի։ Մենք կշարունակենք 2026-ի վիզային հեշտացումները դիվանագիտական անձնագրեր միջպետական հարաբերություններում հստակ ընթացակարգերի մշակումը, ավիաչվերթների աշխարհագրության ընդլայնումը եւ սահմանի լիակատար բացում նարագացնող քայլերը։ Խրախուսելով հասարակական երկխոսությունը եւ միջազգային ներգրավվածությունը, պահպանելով երկխոսության երկկողմ ձևաչափը։ Մեր տեսլականն է ապահովել Հայաստան-Թուրքիա բարիդրացիական, հորիզոնական, փոխշահավետ, կանոնակարգված, քաղաքակիրթ հարաբերություններ, որոնք ռազմավարական կարևորություն ունեն թե անվտանգային բարենպաստ միջավայրի, թե տնտեսական զարգացման, թե լիակատար եվրոինտեգրման համատեքստերում։ Միևնույն ժամանակ գործնական արտաքին քաղաքական օրակարգում անցյալը հաղթահարելուն միտված քայլերը առաջնահերթություններում չներառելով համարում ենք, որ հայ-թուրքական լիակատար հաշտեցումը չի կարող արդյունք տալ պատմական իրողությունների, այդ թվում հայոց ցեղասպանության անժխտելի փաստի հերքման կամ միջազգային ճանաչումն արգելափակելու դեպքում։ Խնդրում եմ։ Դե Թուրքիան եւ Թուրքիայի հետ հարաբերությունները չափազանց կարեւոր են Հայաստանի համար եւ այդտեղ բազմաթիվ շերտեր կան, սկսած նրանից, որ Թուրքիայի հետ հարաբերությունները այս կամ այն կերպ շոշափում են օրինակ Սփյուռքի շահերը, որոնք եւս ձևակերպված չեն իրենց ամբողջության մեջ եւ չենք կարող ասել, որ Սփյուռքը նկատի ունենք եւ Սփյուռքը ինքը դեռևս իր շահը չի կարողացել ձևակերպել, բայց Հայաստանը այսպես կամ այնպես պիտի նկատի ունենա, որովհետև Սփյուռքը կարևոր ռեսուրս է, տնտեսություն,
մենք գիտենք ինչպիսի վախեր են տարածվում Թուրքիայի հետ կապված, եթե սահմանները բացվեն, իր հզոր մեծ տնտեսությամբ կկլանի մեր տնտեսությունը։ Այսօր էլ տնտեսական հարաբերություններ կան Թուրքիայի հետ եւ տպավորություն չկա, որ Թուրքիան նպատակ է դրել կլանել հայկական տնտեսությունը, Հայաստանի տնտեսությունը։ Առավել եւս ես կարծում եմ, որ Հայաստանը շատ ավելի մեծ շահ ունի սահմանները բաց սահմանների պարագայում, քան Թուրքիան։ Մեծ հաշվով կարծում եմ, որ այստեղ մենք որպես պետություն, նաև կենսունակ պետություն, պիտի կարողանանք մեր տնտեսվարողներին պաշտպանենք եւ այդ պաշտպանելու համար անհրաժեշտ է, որպեսզի մենք հասկանանք, թե պոտենցիալ ինչ հատկապես ուղղություններով կարող է էքսպանսիա լինել դեպի հայկական շուկա, զուտ տնտեսական նպատակներով եւ որպես պետություն մենք պիտի կարողանանք մեր ներքին արտադրողին սպանին ուրեմն հիմնական այսպես գործարարներին պաշտպանել։ Մենք գիտենք, որ ահռելի գյուղատնտեսական արտադրանքի պոտենցիալ ունի Թուրքիան, մի բան, որ նաև Հայաստանում է մեծ պոտենցիալ ունեցող ուղղություն եւ տնտեսական կոմպոնենտ եւ այս իմաստով պետք է հասկանալ ինչ ենք պատրաստվում այդ իմաստով անել եւ ինչ քայլեր ենք ձեռնարկում։ Օրինակ պատկերացում կա, թե մենք ինչպես ենք կառավարելու այդ ռիսկերը, որովհետեւ ծավալների առումով իհարկե Թուրքիան կարող է գնային շատ մեծ ուրեմն առավելության հասնել մեր տնտեսվարողների նկատմամբ եւ այստեղ կարեւոր է որպեսզի մենք այդ բարենային անվտանգության տեսանկյունից որևէ կերպ թույլ չտանք, որ մեր գյուղատնտեսական ուրեմն այս թափ հավաքող ոլորտը հնարավոր Թուրքիայի հետ բաց սահմանների այդ բանից, հեռանկարից որևէ կերպ տուժի։ Այդ ոլորտը պիտի շարունակի ուրեմն զարգանալ ու աճել։ Ու պետք է տեսնենք, թե հայկական ապրանքները այս իմաստով ինչպիսի առավելություն պիտի կարողանան, ինչպիսի առավելություն պիտի մրցունակ լինեն ընդհանրապես այդ թվում նաև թուրքական գյուղատնտեսական այո ապրանքների նկատմամբ այնպես որ կարծում եմ ոչ թե պետքա վախենալ Թուրքիայի այդ սահմանը բացելուց քաղաքական անվտանգային տնտեսական տեսանկյուններից պետքա խորապես ուսումնասիրել այն հեռանկարները որոնք եւ օգուտների տեսքով եւ վտանգների տեսքով կարող են ի հայտ գալ, բայց նորմալ չէ ամենայն դեպս երկու հարևանների միջև փակ սահմանը եւ ավելի աննորմալ է այն համոզումը, որ այդ սահմանը պիտի հավերժ փակ մնա, որովհետեւ դա, չգիտեմ, ուրեմն ոմանց պատկերացմամբ ավելի անվտանգ է դարձնում Հայաստանը։ Այս իմաստով մենք արդեն տեսնում ենք ռեալ Turkish Airlines-ը, որը աշխարհում համարվում է առաջատար ավիափոխադրող, արդեն բազավորվել է եւ Երևանը կարևոր ուղղություն է հայտարարել հատկապես ուրեմն արևմուտքի ուղղությամբ շատ մատչելի ուրեմն առաջարկներ են բերել եւ կարծում եմ որ մենք այդ հեռանկարները պիտի անպայման հաշվի առնենք որտեվ տնտեսական օգուտները իրապես կարծում եմ շատ ավելի մեծ են եւ մենք անհրաժեշտ աշխատանքը տնային աշխատանքը մինչեւ սահմանները ամբողջությամբ բացելը պիտի պատշաճ կերպով իրագործենք Կարծում եմ, որ այս մասով Թուրքիայի այդ սահմանը բացելու ուղղությամբ զարգացումները եւս պիտի լինեն մեր արտաքին քաղաքական օրակարգում եւ Եվրամիության եւ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների
թղթապանակներում կարծում եմ առանց մեր գործընկերների Եվրամիության եւ Միացյալ Նահանգների այս ուղղությամբ այսպես զարգացում շոշափելի զարգացում դժվար կլինի ակնկալել մանավանդ գիտենք որ այդտեղ հիմնական խոչընդոտը շարունակում է Ադրբեջանը մնալ որովհետեւ նաեւ կարծում է որ այն տնտեսական օգուտները որ այդ սահմանը բացելուց կարող է Հայաստանը ունենալ Հայաստանին կարող է շատ ավելի այսպես թռիչքաձև աճի եւ մեծ տնտեսական կարողություններ կուտակելու համար հնարավորություն դառնալ, այդ հնարավորությունը ուզում են ուղղակի հետաձգել։ Բարձ է որ սահմանը բացվելու է եւ բացվելու է շատ մոտ ապագայում, տեսանելի ապագայում։ Այս առումով մենք մեր նախորդ կետերում հատկապես խոսում էինք նաեւ կրոնական գործոնի մասին, մուսուլմանական եւ քրիստոնեական այդ շրջանակները եւս չափազանց կարեւոր են եւ նաեւ այն կազմակերպությունները, որոնք մեծ ուրեմն հեղինակություն ունեն ռեգիոնալ, կարծում եմ մեզ համար պիտի նաեւ կարեւոր ուղղություն լինեն եւ այստեղ շատ էական է նաեւ հայ եկեղեցու դերը որպես դիվանագիտական կրոնական դիվանագիտության կարևոր ինստիտուտ, բայց շատ էական է որպեսզի եկեղեցին եւս ընդհանուր այս քաղաքականության պետական քաղաքականության մաս լինի եւ իր նպաստը բերի պետության խաղաղության, անվտանգության կարևոր ապահովման գործին։ Հաջորդ կետերը վերաբերվում են մեր մնացյալ անմիջական հարևաններին 8-րդ ենթակետը Վրաստանի մասին է, ուրեմն Վրաստանն իր աշխարհագրական, քաղաքակրթական, կողմնորոշվածության ու հաղորդակցական առումներով Հայաստանը Եվրոպային կապող ռազմավարական նշանակության երկիր է, որի հետ հարաբերությունների ընդլայնումը ու խորացումը այլընտրանք չունեն։ Մենք կզարգացնենք 24-ի ռազմավարական գործընկերությունը կենտրոնանալով տնտեսական կապերի, ռազմական համագործակցության եւ Եվրամիության հետ ինտեգրացիայի վրա ձևավորելով համատեղ օրակարգեր բոլոր ուղղություններում։ 9-րդ կետը Իրանին է վերաբերվում։ Իրանը Հայաստանի համար ոչ միայն հուսալի հարևան, բարեկամ ու աշխարհի հետ հաղորդակցություն ապահովող երկիր է, այլ նաև քաղաքական եւ առևտրատնտեսական առանցքային գործընկեր։ Մենք կշարունակենք 3 միլիարդ դոլարի առևտրի նպատակը, զարգացնելով հյուսիս-հարավ միջանցքը, գազի եւ էլեկտրաէներգիայի փոխանակումը եւ կկնքենք ռազմավարական գործընկերության փաստաթուղթը 26 թվականին։ Իհարկե, այս ամենը միայն ցանկություն բավարար չէ, մենք տեսնում ենք ինչ է կատարվում այնտեղ, մենք նույնիսկ չգիտենք վաղը ինչ կլինի, բայց մեր քաղաքական պատկերացումը այսքանով է այս շրջանակներում է պարփակվում համաձայն Վրաստանի մասին շատ ենք խոսել, Վրաստանը ունի չափազանց մեծ կարևորություն եւ Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների եւ հատկապես Եվրամիության հետ մեր հարաբերությունների տեսանկյունից ըստ էության դա մեր միակ ցամաքային ճանապարհն է, կապն է այդ ուղղություններով եւ իհարկե Վրաստանում մեր հայ համայնքի ներկայությունը ջավախահայության հանգամանքը չափազանց կարևոր է որպեսզի հայ-վրացական հարաբերությունները այնքան բնականon լինեն որպեսզի մենք նաև մեր հայրենակիցների կրթական, մշակութային, կրոնական ինքնության պահպանման ուղղությամբ որևէ խնդիր չունենանք եւ դա մեզ հաջողվել է մեր անկախության 35 տարիների ընթացքում թեև փորձ է արվել երրորդ երկրների կողմից ուրեմն ամեն անգամ խնդիրներ առաջացնել եւ ի պատիվ ուրեմն ժամանակի քաղաքական
պետական գործիչների հասունության, ուրեմն ամեն կերպ գիտակցումն է եղել, որ Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունները պետք է հնարավորինս առողջ պահել եւ իհարկե մենք շատ զարգացումների հետ կարող ենք համաձայն չլինել, որ վերաբերում են բացառապես Վրաստանի ներքին հարցերին, բայց դա որևէ կերպ չպետք է վերաբերի մեր հարաբերությունների որակին եւ ձգտումներին Վրաստանի հետ հարաբերությունները խորացնելու 24 թվականին Հայաստանի վերջին 24 թվականի Հայաստանի եւ Վրաստանի միջև ստորագրված ստրատեգիական գործընկերության փաստաթուղթը ոչ ոք չի տեսել։ Շատ կարևոր է որպեսզի մենք հասանելիություն ունենանք եւ տեսնենք ոլորտները, որոնք կարևորվել են այդ փաստաթղթում։ Ի վերջո կարծում եմ, որ այդ ֆորմալ հռչակագրերը նաև կյանքի կոչելու համար անհրաժեշտ է որպեսզի ոլորտային համապատասխան համագործակցություն լինի եւ վրացիները իրենց փորձը, մենք մեր փորձը եւ համատեղ ձեռնարկումներ իրականացնենք, որովհետեւ կարծում եմ, որ ընդհանրապես մեր միջազգային գործընկերների համար Հարավային Կովկասի առանձին երկրների փոքրությունը շուկաների այսպես սահմանափակ լինելը մեզ խնդրի առաջ է դնում համատեղ նախագծեր առաջարկել միջազգային գործընկերներին եւ այս իմաստով հայ-վրացական հարաբերությունները թույլ են տալիս այդպիսի խնդիրներ դնել եւ իրագործել։ Մենք միասին Վրաստանում էինք տարիներ առաջ, այդ մասին խոսում էինք, հատկապես Միացյալ Նահանգներում մի քննարկման ժամանակ առաջարկեցինք, որպեսզի ռեգիոնալ նույնիսկ համագործակցության այսպես օրինակներ բերենք Տավուշի մարզո օրինակ Վրաստանի սահմանամերձ միջրեգիոնալ համագործակցությամբ մենք կարողանանք տնտեսական նախագծեր առաջարկել, որում մեծ հետաքրքրություն կար եւ ամերիկացիների կողմից եւ եվրոպացիների կողմից վստահ եմ կլինի այդպիսի հետաքրքրություն։ Ավելին մենք փաստորեն այս պահին ունենք նաեւ օրինակ Վրաստան-Հայաստան-Ադրբեջան ջանքեր են գործադրվում համատեղ ուրեմն ռեգիոնալ նախագծեր մշակելու Վահան Կոստանյանը, եթե չեմ սխալվում, մասնակցում էր ամիսներ առաջ Վրաստանում գումարված այդպիսի մի ձևաչափի Երակոմա փոխարտգործնախարարը ինչը հույս է տալիս, որ Հարավային Կովկասը որպես մեկ ընդհանրություն տնտեսական տարածք կարող է ինչ որ պահի ինչ որ հեռանկարում կարող է կարևոր հայտ ներկայացնել աշխարհին այն գործընկերներին, որոնք նշանակություն եւ կարեւորություն են տալիս Հարավային Կովկասին եւ ոչ միայն Հարավային Կովկասին, Կենտրոնական Ասիա եւ Հարավային Կովկաս որպես մեկ ընդհանուր աշխարհագրական եւ աշխարհաքաղաքական տարածք։ Եվ վերջին 10-րդ ենթակետը հետեւյալն է. Արցախյան ու հայոց ցեղասպանության խնդրով պայմանավորված Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի զարգացումը ետ գցելն անվտանգային խնդիր համարելը նշանակալիորեն ճեղքվում է 2025-ից մեկնարկած խաղաղության գործընթացում եւ մենք կշարունակենք հզորացումը զարգացնելով իրանական եւ վրացական ուղղությունները, ինչպես նաեւ տարածաշրջանից դուրս գտնվող գործընկերությունները մասնավորապես ԱՄՆ-ի եւ Եվրամիության հետ ձգտելով դրանք վերածել դաշինքների։ Սա հենց սրանով մենք ամփոփում ենք մեր տարածաշրջանային քաղաքականության մեր մտադրությունները, շահերի մեր պատկերացումը, դրանք սպասարկելու գործիքակազմը, մոտեցումները, խնդրեմ։ Դե ավելացնելու շատ բան չկա, կարծում եմ մենք ամբողջությամբ նաև ցույց ենք տալիս մեր տեսլականը հարևանության հետ, որը անխուսափելիորեն շոշափում է պատմական ծանր շրջաններ, ողբերգություններ, որոնք այս կամ այն կերպ
դարձել են մեր ինքնության մասը, բայց դրանք չպետք է լինեն ապագային նայելու եւ ապագա կառուցելու խոչընդոտ։ Հակառակը կարծում եմ, որ այդ իրողությունները, պատմական այդ իրադարձությունները մեզ պարտավորեցնում են ապագային նայել առանց վախերի, առանց կաշկանդվածության, բայց սառնասրտորեն ուրեմն որպես առաջնային նպատակ հռչակելու հարևանների հետ հարաբերությունները կարգավորելը եւ իհարկե թույլ չտալու, որ վերադառնան այն ժամանակները, երբ հարևաններից որևէ մեկի հետ առանց Հայաստանի կարող էր Հայաստանի թեման քննարկվել, Հայաստանի շահերը կարող էին քննարկվել։ Մենք այդպիսի իրականության ականատես ենք եղել։ Առնվազն տեսել ենք, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի համաձայնեցված, համադրված այսպես քաղաքական գործողություններն են եղել 20 թվականի պատերազմի նպատակը։ Տեսել ենք, թե ինչպես է Ռուսաստանի պաշտպանության նախարարը խոսում Թուրքիայի հետ փայլուն օպերացիա անցկացնելու մասին Արցախի տարածքում։ Տեսել ենք, թե ինչպես է Թուրքիան եւ Ադրբեջանը շատ ողջավորված նոյեմբերի 9-ի օրինակ Պուտինի հեղինակած հայտարարությունից, որովհետև այդ հայտարարության ամբողջական իրագործումը կնշանակեր ուղղակի հայկական պետականության կազմալուծում եւ չեղարկում։ Եվ այս բոլորից ոչ թե պետք է ավելորդ լարվել, դասեր քաղել, մեր շահը որպես առաջնային հռչակել, չնեղանալ որևէ մեկից, Վրաստանը տրանզիտ չտվեց, Իրանը չտվեց, Իրանը թույլ տվեց, Թուրքիան, Ադրբեջանը այսպես դիրքավորվեցին։ Խնդիրներ կան, դրանք պետք է սառը, ինչպես ասեցի, հաշվարկված, դրանք պետք է հետևողականորեն դրանք լուծելուն ուղղված ջանքեր գործադրել, որովհետև նպատակը, երազանքը ծայրաստիճան կարևոր ու հիմնական է եւ այդ նպատակի անունը Հայաստան է, Հայաստանի հարատևությունն է եւ մնացած ամեն ինչ, այդ թվում Թուրքիայի հետ հարաբերություններ, Ադրբեջանի հետ հարաբերություններ, Վրաստանի հետ հարաբերություններ, Իրանի հետ հարաբերություններ, Ռուսաստանի հետ հարաբերություններ, Եվրամիության հետ խորացող հարաբերություններ, Միացյալ Նահանգներ, սրանք չափազանց կարևոր են, բայց դրանք իհարկե ածանցվում են այն խնդիրներից, որոնք որ չափազանց կարևոր են երաշխավորելու համար Հայաստանի հավերժությունը։ Շնորհակալություն։ Ահա մենք ներկայացրեցինք մեր 8-րդ թողարկման շրջանակներում մեր 3-րդ հանձնառությունը, որը վերաբերվում էր մեր տարածաշրջանային քաղաքականությանը, խաղաղությանը եւ հարաբերություններին մեր անմիջական հարևանների եւ մեր անվտանգության անմիջական այդ միջավայրին։ Հաջորդիվ մենք կներկայացնենք արդեն պաշտպանության եւ բանակի արդիականացմանը վերաբերվող մեր հանձնառությունը, բայց սա արդեն հաջորդ թողարկմանը։ Շնորհակալություն, խաղաղություն եւ բարի նոց։